Գիտակցական մարտեր են ընթանում ամբողջ աշխարհում։ Ես որպես պրոֆեսիոնալ ձեզ ասեմ, գիտակցական մարտը դա միջազգային տերմին կա, կոգնիտիվ պատերազմներ։ Թարգմանաբար հայերեն գիտակցական մարտեր են նշանակում։ Այդ գիտակցական մարտերը 3 մեթոդով են իրականացվում։ Ապատեղեկատվություն, երբ որ սուտն են տարածում ամբողջ աշխարհում։ Երկրորդը պատումների պատերազմ, այդ նարատիվների պատերազմ կոչեցյալն է, երբ որ իրենք պատմական նշանակությունները, եզրերը փոխարինում են կեղծ եզրերով եւ նշանակություններով։ Եվ երրորդը հոգեբանական պատերազմ։ Այդ 3 գրոհները մեր հասարակությունը հիմա զգում է իր վրա։ Ամեն օր սուտ, ամեն օր կեղծիք ներկայացնող իրավիճակներ, շրջված իրականություն եւ հոգեբանական ճնշում։ Անընդհատ մարդկանց ճնշում են, ասում են, խելոք մնացեք կռիվ կսկսվի, խելոք մնացեք կռիվ կսկսվի, սենց մի արեք կռիվ, այ կռիվ կսկսվի, պատերազմով վախեցնում են մարդկանց։ Առանց ասելու, որ երկիրը խաղաղության մեջ չի, պատերազմը գնում է ժողովուրդ։ ԱԳՆ-ն լավ չի աշխատում։ Եվ բացի ԱԳՆ-ն, առհասարակ տեսեք, պետական կառավարման համակարգը պետք է կարողանա պատասխանի ահռելի քանակությամբ, դա մեծ քանակությամբ ռեսուրսների ներգրավում է, նախ հոդվածների տեսքով, գիտական սիմպոզիումների տեսքով, Վիկիպեդիայում, որը որ հանրամատչելի, որոնողական հանրագիտարաններից մեկն է, դա գիտական նշանակություն չունի Վիկիպեդիան, բայց ամբողջ աշխարհը Վիկիպեդիա է մտնում։ Սկսել են արդեն ճշմարտությունը փոխարինել ստով, կեղծիքով, ադրբեջանական տեսակետներով։ Հիմա եթե մոտեցումների պայքարում մենք տանուլ ենք տալիս որպես պետություն, պարզա որ Վատիկանում այդպիսի կոնֆերանսներ կանեն։ Ես կես կապակ կես լուրջ ասում եմ, որ գնում է թուրքերի հայացման ծրագիր, հայերի թուրքացման ծրագիր։ Թուրքերի հայացումը ինչու՞մն է կայանում, վերցրել են մեր ամբողջ մշակույթը, մեր ճարտարապետությունը, մեր հողերը, մեր ինքնությունը, սարքել են իրանցը, հիմա իրանց մնում է ինչ, որ իրական տերը չլինի, չէ։ Որտեղ գողը երբ է գողունը վայելում, երբ որ գողունի տերը էլ չկա, մահացել է։ Հիմա իրենք սաղ գողացել են, բայց մենք դեռ կանք, չէ։ Մենք կանք։ Շատ ճիշտ հարցեր բարձրացրեցիք, առաջի մասով տնտեսության հետ կապված մենք արդեն զրույց ունեցել ենք, նաև Հայաստանի արդյունաբերականացման հետ կապված, ես կարծում եմ, որ առաջադեմ տեխնոլոգիաները, որոնք որ երաստիճան են, կա առաջացող տեխնոլոգիաներ, որոնք որ ժամանակի հրամայական են, մարդիկ սպասում են, ակնկալում են, որ դա պետքա լինի։ Օրինակի համար մի պարզոնակ օրինակ բերեմ, iPhone-ները մենք գիտենք, չէ, որ կա iPhone որ երրորդն է արդեն, 16-րդ, 17-րդը, ակնկալելի է, չէ, որ 18-րդն է հեսա լինելու։ Սա առաջացող տեխնոլոգիա է, արդեն գիտեն մոտավորապես ինչեր կարա փոփոխված լինի։ Կա զուգամիտված տեխնոլոգիաներ, որոնք տարբեր տեխնոլոգիաների միմյանց զուգամիտման միջոցով նոր էֆեկտ են ստանում, սիներգիկ նոր էֆեկտ։ Եվ կա թռիչքային տեխնոլոգիաներ, որոնք որ առաջանում են չակնկալված, բայց հեղափոխական մեթոդով փոխում են ամբողջ ինդուստրիան։ Տեխնոլոգիական տնտեսություն ձևավորելու համար մենք մեծ ներուժ ունենք։ Մեր երիտասարդության մեջ տեխնոլոգիական կրթություն ստացած անձիկ խոստումնալից է։ Կազմակերպություններ են հիմնում, որ միջազգային նմանատիպ կազմակերպություններին չզիջող են։ Ահռելի քանակության ֆինանսներ են շրջանառվում այդտեղ։ Հնարավոր է նաև երկրի բնական ներուժը օգտագործելով տնտեսական աճ ունենալ, թե խմելու ջրի համատեքստում, մենք գիտենք, որ մեր խմելու ջրի 70% ուղղակի չեզոքանում է, թե ընդերքի օգտագործման ճիշտ կառավարման մեթոդով, նաև հազվագյուտ մետաղների ճիշտ արդյունահանմամբ, որը որ թալանի չի նմանվի, այլ Հայաստանի Հանրապետության բյուջեն լցնող կլինի, թե արդյունաբերական եւ ռազմաարդյունաբերական տեխնոլոգիաների զարգացման մեթոդով հնարավոր է տնտեսությունը առողջացնել։ Բայց այսպիսի մի աքսիոմա կա։ Եթե հանրակրթությունը պայմանավորում է, թե ինչպիսի քաղաքացի ենք մենք ունենալու մոտ ապագայում, ապա բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ մասնագիտական կրթությունը սպասարկում են տնտեսությունը։ Այն տնտեսությունները, որոնք որ առևտրի վրա են հիմնված, պատվեր չեն իջեցնում բուհերին։ Այն բուհերը, որոնք որ պատվեր չեն ստանում, իրենք կամայական կրթություն են տալիս։ Կամայական կրթությունով էլ տեսնում ենք ինչ բաժիններ են երեխաները ավարտում։ Այն բաժինները, որոնք ըստ էության նաև գործազուրկ են մնալու են։
մեծաքանակ հումանիտար կրթություն, իսկ մենք գիտենք, որ բնական գիտությունների զարգացմամբ հնարավոր երկրի տնտեսական աճը ապահովել եւ զարգացնել նոր կառուցակարգեր, նոր իրողություն։ Ձեր առաջին երկու հարցը իրար հետ սերտ աճած հարցեր են։ Երրորդ հարցը, որը որ նախկինների եւ ներկաների եւ առհասարակ այդ ստվերային պետական կառավարմանն էր վերաբերում, առաջին հայացքից թվում է, թե առաջին երկու հարցի հետ կապ չունի, բայց ամենախորքային կապն ունեցողն է։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը հայտարարել է, որ մեր թիվ 1 ծրագրերից մեկը լինելու է լուստրացիան։ Լսել եք այդ բառի մասին, լուստրացիա։ Դա այլընտրանքային արդարադատությունն է։ Երբ որ քո դատական համակարգը հնարավորություն չի ունենում արդարություն վերականգնի, որովհետև այս կամ այն ուժի սպասարկող ուժ է եւ քաղաքական պատվեր իրականացնող ուժ է։ Ստեղծվում է մի այլընտրանքային դատական մարմին խորհրդարանի ենթակայության տակ, բայց կառավարության նախաձեռնությամբ, որտեղ համալրված են լինելու արտասահմանյան լավագույն անկողմնակալ մասնագետներ իրավաբանների, այդ թվում նաև հայկական հայոց սփյուռքի իրավաբաններ եւ Հայաստանի Հանրապետության այնպիսի իրավաբաններ, որոնք որ մաքուր եւ պարկեշտ հետագիծ են ունեցել մասնագիտական։ Եվ այդ այլընտրանքային արդարադատությունը ոլորտ այլ ոլորտ մաքրելով առաջ է ընթանում։ Օրինակի համար սկզբից սահմանադրական դատարանը, հետո դատական համակարգը, հետո քաղաքական համակարգը։ Լյուստրացիայի օրինակներ ամբողջ աշխարհում եղել են, նաև Վացլավ Հավելն է արել առաջիններից մեկը, առաջին Թավշյա հեղափոխությունից հետո Չեխոսլովակիայի իրավիճակներում, երբ որ առանձնանում էին։ Հիմա տեսեք, դա շատ կարճ է տևում, 6 ամի ժամանակահատվածում, բայց շատ բիրտ մեթոդներով։ Ենթադրենք այն մարդիկ, ովքեր որ հանցանք են գործել պետության նկատմամբ, իրենց ասում են, որ դուք ցմահ զրկվում եք երկրի ներսում պասիվ ընտրական իրավունքից։ Պասիվ ընտրական իրավունքը ընտրվելու իրավունքն է։ Ակտիվը, երբ որ մենք գնում, մենք ենք ընտրում, պասիվը, երբ որ մեզ են ընտրում։ Այդ մարդկանց ցմահ պետքա զրկել պասիվ ընտրական իրավունքից, որ երբևիցե մասնակցեն երկրի ընտրական գործընթացներին որպես ընտրվող։ Մարդիկ կլինեն, որոնց երեխաներն էլ այդ պատժի տակ կանցնեն, որոնց թոռները անգամ կանցնեն այդ պատժի տակ։ 3 սերունդ հնարավոր է զրկել։ Եվ օբյեկտիվ պատճառները կա։ Ձեր ապակառուցողական եւ պայմանավորող քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում, որով կաշխատվել է մեր զարգացումը, անվտանգային խնդիրներ է ստեղծվել հայ ազգի համար, թե տնտեսական, թե ֆիզիկական անվտանգության։ Միայն լուստրացիա, այն քաղաքական ուժը, որ լուստրացիայի մասին չխոսեց, հեռու կմնաք ժողովուրդ։ Այն մարդիկ, ովքեր որ ասեցին այլընտրանքային արդարադատական համակարգով չեն շարժվելու առաջ, հերթական ծածկադպրոցն է, գալու են խաբեն, նստեն իշխանությունների ու նույն իրավիճակը շարունակեն։ Նիկոլ Փաշինյանը չէր ասում լուստրացիայի մասին։ Նիկոլ Փաշինյանը ասում էր մերժել Սերժին։ Սերժին մերժեցին 100%-ով ինքնաիրացվեց։ Էլ անելու բան չուներ։ Դրա համար էլ ոչ մի բան հիմա չի անում։ Հետո պարզվեց, որ ոչ էլ մերժել է Սերժին։ Նույն սահմանադրությունը, նույն կոստյումը, որ հագել է, նույն մոտեցումները, նույն իրավիճակը։ Սա մի բան էլ հենց ծայրաստիճան ծաներ, որտեղ մենք ոչ մեկը չպատասխան։ Այո, մեծ հարված ստացանք։ Բայց այդտեղ մի հարցեր կան։ Այստեղ էլ հարցեր կան, ձեռք են բարձրացնում, բայց հնարավորություն չունեցան։ Խնդրում եմ խոսափող մոտեցվեք։ Բարություն, Գալստյան Գագիկ։ Այն հարցը շատ կան կտամ երկուսը։ Առաջինը, կուսակցությունները գոլն այդ է, որ երկարատև ծանր և ծախսատար աշխատանք։ Ինչպես տարբեր ոլորտներում նշվում է և դուք ևս նշեցիք, ամեն ինչ կենտրոնացված է Երևան։ Տնտեսությունը և այլ, մարզերը ամեն ինչով աշխատող վերահարված, նաև կուսակցությունության ոլորտում։ Հարցս, ինչ եք մտածում մարզային գրասենյակների, առնվազն գոնե խոշոր քաղաքների, որով այդքան էլ հարուստ չենք, գրասենյակների հիմնման մասին, մարզերը աչքի առաջ ունենալու առումով և կոնկրետ
այդպիսի ձեզ առաջարկություն անեմ։ Ազգային ընտրական օրենսգրքում, ինչպես օրենքում օրինակ գենդերային կա ամեն երրորդը պետք է կին լինի, ճիշտ է։ Օրինակ ես կառաջարկեմ, որ օրինակի համար ամեն 7-րդը կամ 8-րդը լինի մարզաբնակ։ Որպեսզի ձեր ասած է շռռալի մարդիկ, որոնք մարզերում շատ կան գնեն իրենց տեղ։ Դա մեկ հարց, երկրորդ։ Գուցե այսօրվա թեմայից մի քիչ շեղվեմ, բայց ինչ եք մտածում դուք Հայաստանի Հանրապետություն, Հայաստան և Հայքի Հանրապետության վերաբերյալ, ես ամբողջովին ուղղությունով Հայքի Հանրապետության կողմից եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Ես կարծեմ մեր իրավաբանները կհաստատեն օրենքում արդեն այդպիսի պայման կա, օրենքի պահանջ է։ Մոտակա ամիսներին Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը պետք է բոլոր մարզերում գրասենյակներ ունենա և առնվազն 100 հոգի կուսակցական։ Օրենքի պահանջ կա։ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության ուղիղ կեսը մարզերում է ապրում, կեսից ավելի դեռևս կարող ենք շեշտել։ Մարզերը անտեսված չեն, օրենքի պահանջով ֆիքսված է։ Ցանկության մակարդակով շատ մեծ է։ Ես որ մարզերը այցելում եմ, մանավանդ երիտասարդների հետ շփվում եմ, տեսնում եմ ինչքան տաղանդավոր մարդիկ կան մարզերում բնակվող։ Շատ մեծ է։ Իհարկե ցանկություն կա։ Նաև դուք արդարացիորեն նշեցիք, որ այո, ֆինանսի և ծախսակար հանգամանքներով է պայմանավորված։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը օրենքով չարգելված բոլոր մեթոդներով աշխատում է ֆինանսական միջոցներ ներգրավի։ Դա և անդամավճարներն են, որ կուսակցականները ամենամսյա անդամավճարում են, իհարկե դա սիմվոլիկ գումար է, ահռելի գումարների մասին չի, կա նաև նվիրատվությունների հնարավորություն, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ցանկացած գումարի չափով նվիրատվություն է կատարում, և այլ հնարավորություններ կան, որ մենք դիտարկում ենք։ Օրինակի համար Երևանում մեր գրասենյակը մարդկանց օժանդակությամբ է, որ բացվել է։ Ամեն ինչ որ մենք անենք, մարդկանց օժանդակությամբ է։ Նույնը կարելի է գեներացնել մարզերում, որևէ խնդիր չեմ տեսնում։ Մարզերն աղքատ են ուղղակի։ Աղքատությունը ամենուրեք է, առհասարակ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի տարբեր հաշվարկություններ 40% աղքատություն կա։ Բայց ցանկության պարագայում մարդիկ իրենց ներուժի ներածի չափով էլ կարող են իրար կողք կանգնել։ Կարող են։ Անգամ ֆիզիկական ներկայության, եթե ոչինչ չունեն տալու, ֆիզիկական ներկայության գոնե կարող են իրենց ներկայություն ապահովել միտք տալ, գաղափար տալ։ Կարող են տալ։ Այսինքն, եթե մենք մեր ուժերը կարողանանք կենտրոնացնել, հնարավորություններ կկարողանանք բացահայտել, նոր ենք սկսել մեր ճանապարհը, 9 ամիս առաջ եմ հայտարարել մուտք գործելու մասին քաղաքականություն, 9 ամիս հետո արդեն գրանցված կուսակցություն ունենք ահռելի քանակությամբ մարդկանց աջակցության միջոցով։ Ես կարծում եմ, որ շատ արագ նաև մարզերում կկարողանանք տարածվել։ Մեր խնդիրն է բացահայտել այն ուժերին, որոնք որ մեր սկզբունքներին համահունչ են գնում և իրենք արժանի են և իրենք ներգրավելու հնարավորություն ունեն և այստեղ սեռը տալիքը էական չի։ Մենք ասում ենք, որ 50-50% պետք է լինի, 50 տղամարդ ներգրավված, 50 կին պիտի ներգրավված լինեն։ Բայց մեր Հայաստանի Հանրապետությունում կանանց թիվը միշտ քաղաքականության մեջ զգալի քիչ է։ Զգալի քիչ։ Եվ դա օբյեկտիվ պատճառներ էլ ունի, մեր կանայք բազմազբաղ են։ Ես ասում եմ, որ հայ կանայք տանտիկինները մի վարչապետի գործ են անում։ Մանավանդ եթե ընտանիքում 3 տղամարդ լինի։ Մի վարչապետի հոգս ծառացած է իրանց ուսերին։ Հիմա այդ հոգսաշատ բազմազբաղ կենցաղով հանդերձ պարզա, որ քիչ կլինի ներկայացվածությունը քաղաքական դաշտում, բայց մենք բաց ենք, եթե անգամ կիսով չափ կանայք ուզենան կարող ներգրավել ոչ մի խնդիր, մենք բաց ենք, մենք սիրով, անգամ ման ենք գալի, փնտրում ենք, որ այդպիսի կանայք, որ ժամանակ ունեն, կարողանան միանան մեզ, գան միանան մեզ և կարողանան ավելի հզորացնել իրենց պոտենցիալով մեր քաղաքական ուժը։ Մարզերի առումով էլ լիարժեք համաձայն եմ ձեզ հետ։ Այո, պետք է ծավալել, առաջի այցը ես Վանաձորն եմ ընտրել, եկել ենք Վանաձոր, շնորհակալ եմ ձեր հյուրընկալության համար, ձեր ջերմ վերաբերմունքի համար և այսպիսի այցեր շատ են լինելու։ Լորվա մարզում,
Տավուշում, Սյունիքում, Արմավիրում, Արարատում, ամենուր եք, Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորում, մոտ ժամանակներս այցելելու ենք անպայման Գյումրի ծրագրում ենք այցելենք, Սյունիք ենք այցելելու եւ կարծում եմ մի քանի օրով, երրորդյա այցով գուցե այցելենք, որ ամբողջությամբ պտտվենք, ամենահեռավոր մարզը, որը որ այդքան է հեռավոր չի, Հայաստանը մի բուռ է, Սյունիքն է, որ մեկ օր կտեղի միջև գնալ, տեղավորվել, հանգստանալ, երկար ժամանակ կքաշի, որ մարդկանց հետ սկսենք հանդիպել։ Ինչ վերաբերում է հայք եւ Հայաստան։ Հայաստանի ստան հատվածը ոստան բառից է, դա թուրքական ծագում չունի, դա կեղծ տեղեկություն է։ Պարսկական արաբական։ Ոստան բառից է, դա հայկական, եվրոպական լեզվաընտանիքից է ծագած, ընդ որում կենտրոնական Ասիայի պետությունները, որ իրենց վերջում ստան վերջացանցում ունեն, դա մեզանից է գնացել այնտեղ։ Հենց եվրոպական լեզվաընտանիքից է գնացել, դա թուրքական ծագում չունի։ Ինչ վերաբերում է հայքին, նախկինում հայոց 15 նահանգներից ամեն նահանգը Հայաստան էր համարվում։ 15 նահանգների ամբողջությունը կոչվում էր Հայաստաններ, հայք։ Այսինքն ինքը Հայաստաններ նշանակությունը ունի։ Այնպես որ այս լեզվական մոտեցումների մեջ եկեք չմտնենք, ունենք Հայաստանի Հանրապետություն, ոնց էլ անվանենք հայեցի է։ Ունենք գերխնդիր կայացնել իրական հայ ժողովրդի շահերը առաջ տանող պետական կառավարման համակարգ արդյունավետ պետություն, ապագան դուք չեք պատկերացնի հայ ժողովուրդը այնքան տաղանդավոր է, աջ ու ձախ, հյուսից հարավ, ոնց ուզենա ունեցել կշարժի։ Կարևորը կայացնելն է արդյունավետ պետություն, որտեղ տաղանդավոր մարդիկ հնարավորություն ունենան ինքնաիրացվելու։ Անկախ իրականում էլիտա ձևավորած, ռազմավարական ընտրանի ունեցող, զարգացող, իրանց հույսը, իրանց ապագան այս հողի հետ կապող, մայր Հայաստանի հետ կապող քաղաքացիական հանդրույթ ունեցող, բավարարված կյանքով ապրող ընտանիքներով։ Դուք չեք պատկերացնի ինչ մեծ հնարավորություններ կբացազատվեն։ Մեր թշնամիները, որից հիմա մարդիկ վախենում են, իրենց քաշով, իրենց պոտենցիալով այդքան չկան, որ իմ պատկերացրած Հայաստանի համար թշնամի շարունակեն մնալ, անգամ Թուրքիա։ Այդքան չկան ժողովուրդ, մեզ վախեցրել են վհուկներով, որտեղ մեզ են իջեցրել շատ։ Մենք հիմա ծայրահեղ իջած իրավիճակում ենք, բայց նրանից չի, որ մենք այդպիսին ենք, ոչ։ Մենք կբարձրանանք, մեր մեջքը կշտկենք, այն ժամանակ կտեսնենք Հայաստանի Հանրապետության իրական տեղն ու դերը քարտեզի վրա։ Պարոն Սիմոնյան, ես ծանոթ եմ ձեր բոլոր հրապարակային ելույթներին, ստայք եմ ձեր մոտեցումները բոլոր հարցերում ու հիմա ձեր ելույթի ժամանակ արտահայտեցիք, որ դուք կողմնակից եք, որ քաղաքական ճանապարհով ընտրությունների անով գաք իշխանության։ Մենք էլ ենք դրանք կողմնակից, բայց արդյոք հարցս հետևյալն է, արդյոք մեր երկիրը կարող է դիմանալ եւ հասնել ընտրությունների, քանի որ ներկա այսօրվա իշխանությունները շատ արագ տեմպերով մեր երկիրը տանում են կործանում, կարելի ասել կազմալուծում են եւ ամեն ինչ։ Եվ ուղղակի այս պայմանները հնարավոր է ու բոլորս մտավախություն ունենք, որ այդ ընտրություններին կարող է չհասնել մինչև 26 թվական։ Մյուս հարցս, որ ձեր վերջին այս հարցազրույցում վերադառնալու դուք էլ ասեցիք, երբ որ այսօրվա վարչապետ Լավրենտիո Անձը արդեն համարձակություն, որովհետև մինչև այդ խայցի պես ամեն ինչը արտահայտում էր, տեսնում է, որ մարսում է կամած քայլարկար առաջ է գնում եւ արդեն ձեր բարձրացեց, արտահայտեց, որ սահմանադրությունը, որ ձեռնարկել սահմանադրական փոփոխությունները, որ հարակրեի բանի հռչակագիրի
հռչակագրի որ պետք չէ իր կարծիքի իբր հայտնեց խայծի պես եւ դուք էլ դա ձեր վերջի ելույթում հավարեցիք որ դա պետական դավաճանություն է քանի որ արդեն ձեռք է բարձրացնում մեր պետության հիմքերի ստեղծման մենք էլ ենք համամիտ իմի այդքանից հետո նորից սպասենք բան թե ժողովուրդը ասել ժողովրդի տրամադրությունը մենք բոլորս սպասում ենք այդ ձեր նման նոր ուժերի կայացման որպեսզի որովհետև ժողովուրդը արդեն զզվում է եւ հնելից եւ ներկայից շատ լավ շնորհակալություն հարցի համար գիտեք այո ռիսկերը կա բայց այդ ռիսկերից ամենահարկու չափաբաժին ունեցող տարին 2021 թվականն էր 2021 թվականին Հայաստանը կարող չլիներ 2021 թվականին հարցը դրված էր ու կարող չլիներ հիմա որ թիվն է 2026 թվական 25 թվական այսինքն մենք ասել ենք 2025 թվական անկախ Հայաստանի Հանրապետությունը 26 թվականներ կմտնենք անկախ Հայաստանի Հանրապետությունը որովհետև այդ սահմանադրական փոփոխությունները որոնք որ իրանք հրճակել են պրոցեդուրա պետք է իրականացնել չի կարող հրամանագրով ստորագրությամբ անի այսինքն ինքը պետք է նախ հրապարակի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի վերջին սահմանադրության տարբերակը հանրային քննարկումներ իրականանան ենթադրենք հանրային քննարկումներ էլ չեն իրականանում պետք է հանրաքվեի օր ֆիքսի չէ այդ հանրաքվեի օր ֆիքսելը առնվազն 6-7 ամիս վերջնական սահմանադրական փաստաթղթից հետո ժամանակ է պահանջելու ես չեմ կարծում որ 2026 թվականի ընտրություններից մի քանի ամիս շուտ սահմանադրական հանրաքվեների կտանեն պետությունը, որտեղ հանրաքվեի պատրաստելը ահռելի ծախս է առաջին հերթին եւ ռեսուրսի ներգրավում։ Իրանք չեն կարող երկու ֆրոնտով աշխատել։ Մի հատ աշխատեն հանրաքվեի իրականացնել, որտեղ սահմանադրություն պետք է հաստատվի իրանց ուզածը։ Մի հատ էլ ընտրություններին հաղթեն։ Սա իրանց համար ստրեսային քաղաքականություն է։ Իրենք պատրաստ չեն կարող անել։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վարկապեկում եւ հեղինակազրկում է իրեն ընդհանրապես։ Մարդիկ տեսնում ավելի են, որ ողջում ավելի են զայրանում։ Իմ նման եւ ձեզ նման։ Զայրացել ենք մենք ընդհանրապես, որ կա մի Հայաստանի Հանրապետության ղեկավար, որը որ անկախության հռչակագիրը կասկածի տակ է դնում։ Սա իր վարկանիշի վրա ազդելուց բացի ուրիշ ոչ մի բանի իզորու չի լինի։ Որտեղ հանրաքվե իրականացնելը հապճեպ անհնարին է, սահմանադրությունները ընտրվում են հանրաքվեի մեթոդով, չի կարող ստորագրությունով սահմանադրություն փոխել, դրա համար ես մի քիչ հանգիստ եմ այս առումով, չեմ շտապում, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողություններն էլ չեն գոժում մի իրավիճակ, որ 2026 թվականին ընդառաջ ինչ-որ մի այնպիսի բան կարա լինի, որ աղետալի իրավիճակի մեջ կլինեն, բայց ես չեմ էլ ուզում կաղապարված մտածենք։ Դրա համար Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը իր ներքին քննարկումներում բոլոր սցենարների դիտարկում է։ Ինչքան ներուժները սպատեց, ինչի ներուժները սպատեց, դա էլ իրագործենք։ Մեր քաշով, մեր հնարավորություններով էլ պայմանավորվում ենք նոր ձևավորված ուժ ենք։ Բայց պատասխանատվությունից չփախչող ուժ ենք։ Հետևաբար 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունները ներկայիս իշխանությունների ամենահավանական քաղաքական գործընթացն է, որին իրանք կպատրաստվեն հիմա։ Սահմանադրությունը ընդհանրապես ոնց ասեմ, պատճառաբանությունը եղել ոչ մեր ձեռքում, ադրբեջանցիների ձեռքում։ Սահմանադրությունը շահարկելով ադրբեջանցիների խաղաղության պայմանագիրի լավերացումն են ուզում հետաձգել։ Որտեղ իրանք հակված չեն խաղաղության, քիչ առաջ ես ասի, պատերազմ է գնում եւ իրանք ռազմական գործողությունների են հակված, մենք էլ պիտի պայքարենք։ Եթե մենք 21 թվականից հասել ենք 25 թվականին, ապա 26 թվականին կմտնենք եւ առհասարակ Հայաստանը հավերժի մասին է։ Կարողացել ենք հիմա նախաձեռնենք նոր այլընտրանքային ուժի կայացումը, հիմա ենք ստեղծվել, դրանից առաջ անհնարին էր։ Հիմա կամաց քայլ առ քայլ մեր պոտենցիալը հզորացնելով, մեր հնարավորությունները մեծացնելով առաջ ենք շարժվելու։